Շատ լավ, եւ վերջին թեման, ինչպես եւ խոստացել էի պարոն Ղազարյան, որպեսզի այս իմ ասածները իմաստ ունենան, այս մեր ինչ որ խոսում ենք մինչև հիմա, իմ կարծիքով, էդի բարձրաձայնումը, էդի ահա զանգումը, էդի բայց սրա իմաստը ո՞րն է, նպատակը ո՞րն է։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունից հեռացնել։ Եթե Նիկոլ Փաշինյանը մնում է իշխանության ղեկին, ուզում ես ամեն շաբաթ չէ, ամեն օր էլ Ղազարյան Էդգարին եւ մյուս հյուրերին, որ հրավիրեք Հայելի ակում, այսքան որ խոսենք բարձրաձայնենք, դրանից մեր կյանքում բան չի փոխվելու։ Չէ, դե այդպես չի, պարոն Ղազարյան, հիմա իրենք 30 տարի թուրքերը աշխատեցին, միջև իրանց սրիկային բերեցին իշխանության, բա հեշտ է, երկիրը գրաված է։ Դժվար է, այդ եմ ասում։ Հիմա այն գործը, որը որ ես սկսել եք, ես ինչպես խոստացել էի, չեմ խանգարելու, 5 րոպե, 7 րոպե, չգիտեմ։ Մեռնեմ այդ 7 րոպեին։ Լավ, Էլինի 8.5 րոպեով կարող ենք։ Ինչքան շատ էլի այնքան լավ։ Ուրեմն մեր նպատակ այս ամեն ինչը խնդիրը լուծում ունի միայն այն դեպքում, եթե Նիկոլ Փաշինյանը իշխանության ղեկի չի։ Հիմա Նիկոլ Փաշինյանը որպեսզի վարչապետ չլինի, դրա համար գոյություն ունի մի քանի տարբերակ։ Առաջին Նիկոլ Փաշինյան պիտի մեռնի։ Էդի մեզնից ոչ մեկից կախված չի, չնայած այս վերջին։ Աստծո կամքն է։ Աստծո կամքն է, մեռնեմ Աստծո զորությամբ։ Այդ մեկ, Այդ մեկ։ Երկրորդը, որ ինքը պիտի հրաժարական տա։ Էդի որ Աստված էլ իշնի, հոգին կտա, բայց հրաժարական չի տա։ Այսինքն գալիս է առաջին, բայց երկրորդը ոչ մի դեպքում չի լինում։ Երրորդը, որ դատախազը պիտի իրան վարույթ նախաձեռնի, քննիչի որոշմամբ լիազորությունները կասեցվի, քանի այս դատախազն է, էդի անհնար բան է։ Չորրորդը, որ պիտի լինի ընտրություն, հիմա ինքը արդեն ասաց, որ արտահերթ չի լինելու, պիտի հերթական ընտրություն լինի, մարդիկ գնան, Նիկոլին չընտրեն, ինքը իշխանությունից հեռացվի։ Էդի արդեն մի քանի անգամ եղել է, համոզվել ենք, որ այդ ընտրությունով ես համոզվել եմ, որ այդ հարցը լուծվող հարց չի։ Ինքը ընտրություն չի կազմակերպել, որ իշխանություն հանձնի։ Ինքը ընտրությունը կազմակերպում է, դրա անվան տակ իշխանազավթում է իրականացնում։ Եվ 5-րդ ըստ էության միակ տարբերակը ըլում է վարչապետին անվստահություն հայտնել։ Հիմա հեշտ տարբերակ է դա, այսինքն պարզ է, չէ՞ որ այդ անվստահության համար պարլամենտի մեծամասնությունը պետք է կողմ քվի, 54 падգամավոր, որ այն մարդիկ, ովքեր հիմա ասում են, որ իրանք ընդդիմադիր են, նրանք 54 չեն, նրանք 34 են, այսինքն 20 падգամավոր դեռ անհրաժեշտ է, որ ԿՊ-ից միանա։ Այդ ԿՊ-ականները մեզ չեն սպասում, իրանք Նիկոլ Փաշինյան իրաց գլխին կանգնա, այսինքն դա շատ դժվար է։ Հետո բայց կյանքում մեր խնդիրը ի՞նչն է։ Դժվարությունները հաղթարել, այսինքն ոչ թե հասկանանք, որ այս գործը դժվար է, այդ գործը չանենք, այլ որ տենում ենք այդ գործը դժվար է, մտածում ենք, թե այդ դժվարությունները ոնց պիտի հաղթահարենք։ Դրա համար պիտի այս գործը նախաձեռնենք, եւ մենք արդեն նախաձեռնել ենք, եւ հերթով գնանք դժվարությունները հաղթահարելու ճանապարհով, որպեսզի հասնենք մեր նպատակին։ Հիմա մենք նամակներ ենք գրել ազգային ժողովի падգամավորներին, բոլոր падգամավորներին, որոշներից պատասխան ենք ստացել, որոշներից պատասխան չենք ստացել, օրինակ Արսեն Թորոսյանը պատռել է այդ գրությունը, Լուլուն մի հատ տեսանյութ տարածվել, ինչ ասում։ Չի ասում է, թե իմ նամակի մեջ տես բան ես որդ եմ գրել, որ ինքը տենց արձագանք է դրա նկատմամբ ցուցաբերում բան, մենք հասկա կոմպրոմատ այսքան ասում են կոմպրոմատ կա կոմպրոմատ, խո նկատի չունենք կոմպրոմատը հենց մատ։ Կոմպրոմատը ուրիշ իմա, էդի որ լսել է կոմպրոմատ բան, մի անգամից հասկացել է, որ էդի մատի հետ է, բայց էդի նամակի մեջ ես տես բան չեմ գրել, թե էդի տենց է արձագանք է։ Վահագ Ալեքսանյանը նամակ է գրել ինձ, ասում է որ չի սկսելու։ Երկու խմբակցությունները հայտարարություններ են տարածել, Հայաստան խմբակցությունը պատվունը։ Ի վերջո ինչ ունենք մենք արդյունքում։ Այդ 107 падգամավորներից առայժմ ոչ մեկը անվստահություն հայտնելու գործընթաց չի սկսել։ Մենակ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլյանն են ասել, որ սկսելու են, ունենալու են տեխնացու ամսի 20-ին։ Պատիվ ունեմ ասել է, որ իրանք դեմ չեն, որ սկսեն, մնացել գրեին, որ դեմ են։ Հա, գանել են, որ դեմ չեն, որ սկսեն, բայց չեն սկսում, որովհետև տեխնացու չունեն, թե ինչի չունեն, այդ ես չգիտեմ։ Հայաստան խմբակցությունն էլ աշխարհի պահանջներն է դրել մեր առաջ։ Գնացեք 8, ասում են 8 падգամավոր ավանսով կբերեք։ 20 падգամավոր վերջնահաշվարկ
Դրա հետ միասին է մեհագին մարդ փողոցում, ոչ քանակ են գերել, ոչ ամաստար, ոչ գել են կինելի թե տղամարդ, չաղել են թե նյար, ոչ մի բան չեն գել։ Զանգված, մարդկային մեծ զանգված պիտի ապթի ոնց պիտի։ Հիմա ես է գնացել եմ ԿՊ-ից Ռուբինյանին հանդիպելու։ Ռուբինյանը փախնում է, հետս ոչ Հայաստան խմբակցությունը, նախապես գել եմ, լրագրողներն եկել են, Հայաստանը պատիվ ունեմ խմբակցությունից մի падգամավոր չի եկել, չէ, Կարանգան, չէ, որ Ռուբինյանը ինչ չընդունի, ասեն մի րոպե, այ մի падգամավոր դու ես, գրել ես ընդունելություն, մարդ եկել, այսինքն ոչ չես ընդունում։ Մարդը ղոքես չի վերցնելու գցի զիբիլը, ոնց որ ասենք դու իրան նամակներն եք ձեր падգամավորները գցի, ասում գցել ենք աղբարկը, ուտիլիզացրել ենք։ Հիմա ես խո չէի գնացել Ռուբինյանին ուտիլիզացնեի։ Վերցեք ցեյ զիբիլը։ Դες բան ես մտադրություն չունեմ։ Նախապես նույնիսկ ասել էի ինչի համար եմ ուզում Ռուբին։ Հիմա եթե նա ինչ չի, ասում եք գնա ԿՊ-ական բեր, բա գնացել եմ որ բերեմ։ Բա ոնց պիտի բերեմ, ասենք որևէ մեկը պիտի այդ գործի մասնակի։ Բա մեր պայքարը ոնց պիտի լինի։ Ասենք պիտի նստենք ստեն սպասենք, որ իրադարձությունները փոխվի, ոչ, սպասելով չի, դա պայքարով է։ Այո, ես էլ եմ գիտակցում, որ դա դժվար պայքար է, դժվարություններ հաղթարելու պայքար է, բայց էդ է ճանապարհը, որ ասում են մարդիկ դուրս գան փողոց, մարդիկ դուրս եկել են փողոց։ Սրբազան պայքարի ժամանակ մայիսի 9-ին Լևոն Զուրաբյանն է այդ մտքի հեղինակը, ես ամեն անգամ դա ասելուց իրան մեջբերում եմ, որովհետև դա ազնիվ է, այտենց ես իրանից եմ դա առաջին անգամ լսել։ Ասում եմ մայիսի 9-ին Նիկոլին հեռացնելու համար ավելի շատ մարդ է դուրս եկել փողոց, քան 18 թվին Նիկոլին իշխանություն բերելու համար։ Ավելի շատ մարդ դուրս է եկել իրան հեռացնելու համար։ Բայց անգամ այդ ժամանակ անվստահության գործընթաց չի նախաձեռնվել եւ հիմա այստեղ ասում են մեզ գնացեք մարդ բերեք, որ մենք սկսենք անվստահության գործընթաց, ես չեմ հավատում դրան։ Որովհետեւ մարդը եղել է իրանք անվստահության գործընթաց չեն սկսել, ու մի քանի անգամ եւ 24 թվականի մայիսի եւ 23 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախ ինչքան մարդեր հավաքվի հանրապետության հրապարակում։ Ազգային կոմիտե ստեղծեցին, հետո ինչ արեցին։ Անվստահության գործընթաց չեն քաղաքականը, դրա համար մենք հիմա իմ պատկերացումներով հակառակ պոչից պիտի բռնենք։ Ոչ մենք պիտի ունենանք վարչապետի տեխնացու, սկսենք անվստահության գործընթաց, ներկայանանք ժողովրդին։ Հիմա տեսեք ես ինչ եմ, ես մարդկանց չեմ անհանգստացնում։ Մենակով ելել եմ գնացել եմ Ռուբինյանի մոտ։ Չի ընդունում, քրեական գոտ տվել եմ արդեն այսօր հաղորդում հանցագործության մասին դատախազին։ Քրեական օրենսգիրքը խտրականության վերաբերյալ հոդված ունի, ասում է անձին իր քաղաքական հայացքների համար խտրականության ենթարկելը հանցագործություն է։ Մարդը աշխատակից ազգային ժողովի եկել, ասում է պարոն Ղազարյան, սաղին պատրաստ ընդունելու բացի քեզնից։ Այսինքն ճանաչելով, իմանալով, որ այնտեղ ընդունելությանը սպասում Ղազարյան Էդգարը, անձնապես ճանաչելով, գիտի ով է Ղազարյան Էդգարը, ասում է բոլորին պատրաստ եմ ընդունելու, բացի խտրական վերաբերմունք հա։ Հետո Ղազարյան Էդգարն գեժ է, ինչ ասես, նստի հաղորդում այսօր եմ տվել, այստեղ գալուց առաջ։ Հիմա այս պայքարի մեջ այս էտապում ես ժողովրդին չեմ ասում, հելեք եկեք ազգային ժողովի մոտ, շենք փակենք, փողոց փակենք, ձեզ բռնեն, տանեն, գանք ձեր հետևից, բան չէ։ Ոչ ես հիմա մենակով իմ պայքարը տանում եմ, որ պահին ես մեր սիրելի ժողովրդի կարիքը ունեցա ինձ օգնելու համար, այս պայքարը առաջ տանելու, ուրեմն կխնդրենք, մի օր կհավաքվենք, մնացածը Հրանտ Մաթևոսյանն ասել է, դասական գրող է։ Հիմա պետք չի բառացի իր ասածներ, ասում է 20 հոգի առողջ տղամարդ ենք, ուզենք շալվարդ քահանենք, ուզենք թազա շալվար կապցենք։ Շնորհակալություն։